Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է։ Այսօրվա թեման կարծում եմ շատերիդ կհետաքրքրի։ Վերնագրել եմ այսօրվա թեման այսպես. ինչպես հատակասլված անձնավորություն։ Մեկը, որ մի որոշում է անում եւ հասնում է այդ որոշմանը, հասնում է իր ուզածին, այսպես ասած, եւ ինչն է այն մարդկանց տարբերությունները, ովքեր ինչ որոշում անում են, հասնում են եւ ցավոք սրտի շատ մարդիկ այս կյանքում որոշումներ են անում եւ երբեք չեն հասնում իրենց ուզածին։ Ուզում եմ խոսալ դրա մասին։ Նախ եւ առաջ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, երբ որ ծնվում է, շատ իր վրա ազդեցություն է թողում, թե ինչպիսի շրջապատում է նա մեծանում։ Սկսած իր ընտանիքից, իր շրջապատից, ինչպիսի դպրոց է գնում, ում հետ է շփվում, ինչ դասեր է կյանքում սովորում, դրանք ամբողջությամբ ես հավատում եմ, որ մեծ ազդեցություն է թողում մարդու կյանքում եւ ըստ դրա կերտում է իր բնավորության շատ գծերը։ Բայց հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ, մանավանդ երբ որ արդեն չափահաս է լինում, կարող է փոխել իր կյանքը, եթե որոշում անի։ Շատ անգամ դա հեշտ չի ստացվում, բայց ես եկել եմ այն համոզման, որ երբ որ մարդու մեջ ցանկություն կա, որ իր կյանքը փոխի, նա կարող է։ Այդ ձգտումը յուրաքանչյուրիս մեջ կա, թե ինչպես ենք դա զարգացնում, կախված է մեզ յուրաքանչյուրից։ Ես նայում եմ իմ կյանքին եւ հիշում եմ, երբ որ 18 տարեկան եմ եւ նոր էի մտել բիզնես աշխարհի մեջ, իմ մեջ այդ եռը, այդ ցանկությունը կար, որ ես իմ կյանքում կարողանամ իմ երազանքների ետևից գնալ, ինչ նպատակներ որ ունել, հասնել։ Փառք Աստծո, որ շատերը կարողացել եմ ձեռք բերել եւ իհարկե շատ երազանքներ կան, չեմ կարողացել հասնել դրանց կամ ձախողել եմ, բայց ես միշտ ձգտում եմ առաջ գնալ եւ ես քաջալերում եմ, որ յուրաքանչյուրդ որևէ տարիքում որ կաք, երբեք մի ստապ արեք երազելուց։ Դժվարություններ լինում են կյանքում, բայց պետք է հաղթահարենք, պետք է կարողանանք անցնել դրանից առաջ եւ միշտ ունենալ այդ ձգտող բնավորության գիծը, որը կօգնի քեզ հասնել քո ամբողջ կյանքի ընթացքում քո ուզածին, քո երազանքներին, իհարկե մանավանդ երբ որ դրանք լավ բաներ են կյանքում։ Բայց ինչն է տարբերությունը, ինչպես նշեցի քիչ առաջ, այն մարդկանց, ովքեր իրոք հասնում են, եւ այն մարդկանց, որը ցավոք սրտի մեծամասնությունը կարելի ասել միգուցե 80% մարդկանց երբևիցե կամ երբեք չեն հասնում իրենց ծրագրերին, իրենց երազանքներին եւ բարձր բարձունքներին իրենց կյանքում։ Ինչու է դա կատարվում։ Առաջի բանը, ես եկել եմ այն համոզման, որ այն մարդիկ, ովքեր հասնում են որևէ մի բարձունքի, որևէ մի իրենց կյանքի երազանքներին, դրանք այն անհատներն են, ովքեր գիտեն կյանքում ինչ են ուզում։ Դա շատ կարևոր է։ Ես հանդիպել եմ անհատների, որ իրենց հետ 5-10 րոպե զրուցելուց հստակ կարող ես տեսնել, որ այս մարդը իրոք նպատակ ունի եւ ֆոկուս է եւ հասնելու է դրան։ Եվ շատ անգամներ զրուցել եմ անհատների հետ, մանավանդ երբ որ նրանք 30-40 տարեկան են, եւ մի քանի հարցեր տալուց պարզ տեսնում ես, որ այս մարդը աննպատակ է ապրում։ Նա միշտ, կներեք, այսպես եմ ասում, գորտի պես ցատկում է այս որոշումից այն որոշումի վրա, այս ինդուստրիայից մյուս ինդուստրիայի վրա, այս գործից մյուս գործի վրա, այդ գծից մի ուրիշ բան է ուզում սովորել եւ անընդհատ ինքը փոփոխական իրավիճակում է եւ հստակ որոշումներ չի կարողանում անել։ Եվ եկել եմ նաեւ այն համոզման, որ շատ անգամ մարդիկ այդ փոփոխությունները անում են, երբ որ կյանքում հանդիպում են մեծ դժվարությունների։ Շատ անգամ կյանքը կարող է մեզ բերել այնպիսի իրավիճակի, այնպիսի փորձության կամ դժվարության մեջով մարդ անցնի, որ շատ անգամ երկու որոշում են որոշում։ Անգլերեն շատ լավ է հնչում life pressures you, either you're gonna melt or explode, որը նշանակում է
երբ որ կյանքը քեզ մի տեղ է հասցնում, մի դժվարության, երկու որոշման առջև ես դու կայնում, կամ որոշում ես կյանքը լիովին փոխել եւ բարելավել, կամ էլ հանձնվում ես։ Իհարկե որոշումը մերն է, յուրաքանչյուրինս։ Ինչպես նշեցի, շատ կարևոր է, թե ինչպիսի շրջապատում ես մեծանում։ Եվ միևնույն ժամանակ ես հավատում եմ, շատ կարևոր է նաև հասկանալ այդ ձգտումը միանգամից մարդու մեջ չի ծնվում։ Դա քիչ-քիչ ձևավորվում է մարդու մեջ։ Երբ որ ես նայում եմ իմ կյանքին կամ այն մարդկանց հետ, որ ես շփվել եմ իմ 18, 20, 25 տարեկան ընթացքում, ես մի բնավորության գիծ եմ տեսել այդ անհատների մեջ, որը եւս փորձել եմ իմ մեջ դա բերել եւ օգտագործել եմ անձնական կյանքում։ Դա չհանձնվող բնավորության գիծն է։ Ինչ որ այդ մարդիկ անում են, ես նույնպես իմ կյանքում այն բաները, որին հասել եմ իմ ուզածին, եղել են այն որոշումները, երբ որ ձգտել ես, չես հանձնվել, փորձել ես, թեկուզ ձախողվել ես, նորից հելել ես, նորից ես փորձել, ընկել ես, նորից հելել ես, նորից ես փորձել։ Եվ շատ անգամ, երբ որ դու չես հանձնվում, փորձում ես, տեսնում ես, որ կյանքում այն բաների մեջ, որոնց մեջ չես հանձնվել, հասել ես քո նպատակին։ Եկեք յուրաքանչյուրս նայենք մեր կյանքերում հետ գնալով 5-10 տարի, միգուցե շատերիս մոտ, միգուցե ավելի երկար 20 տարի եւ ավելին, եւ ինքներս մեզ հարց տանք, կան բաներ մեր կյանքում, որ մենք հանձնվել ենք եւ չենք հասել դրան։ Ես համոզված եմ, որ շատերդ միանգամից կհիշեք այդ որոշումները կամ այդ երազանքները։ Եվ միևնույն ժամանակ հակառակը, կան բաներ, որոնց չես հանձնվել եւ այսպես հայերեն բառ կա, չէ, վիզ ես դրել, չէ, հասել ես դրան։ Ինչի դա ապացուցում է, որ ամեն ինչ գալիս է մարդու մտածելակերպից եւ իր քայլերից։ Եվ երբ որ դու ձեռք ես բերում այդ չհանձնվելու մտածելակերպը, այդ քայլերը քո մեջ հստակացնում ես եւ ավելի վստահաբար ես գործի դնում, դու տեսնում ես, որ քո կյանքում ինչ որոշումներ անում ես, կարողանում ես հասցնել ավարտին։ Իհարկե, ամեն մարդ իր կյանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ ունենում է պահեր, երբ որ ուզում է հանձնվել, բայց շատ անգամ ես սովորել եմ իմ կյանքում, երբ որ այդպիսի իրավիճակում ես, պետք է ճիշտ խորհուրդ վերցնես ճիշտ մարդկանցից։ Իմ համար ամենամեծ խորհուրդ, ամենամեծ օգնությունը եղել է Աստված, ես միշտ աղոթել եմ Աստծուն եւ այդպիսի իրավիճակներում փորձել եմ լսել, թե Աստված ինձ ինչ ուղղություն է տալի, ինչ դաս է տալի, ինչպիսի խորհուրդ է տալի։ Եվ միևնույն ժամանակ միշտ կառուցել եմ իմ կյանքում իմ կողքերը շատ խելացի մարդկանցով եմ ես շփվել։ Ամեն բնակավարի մեջ ես փորձել եմ ունենալ լավ ընկերներ, լավ շրջապատ եւ ճիշտ մարդկանցից միշտ խորհուրդ եմ վերցրել։ Եվ կարծում եմ դա եւս մի կարևոր բնավորության գիծ է, որ յուրաքանչյուրս պետք է կերտենք մեր մեջ, հարցնելը ամոթ չէ։ Շատ անգամ մարդիկ օգնության կամ չեն դիմում, չեն հարցնում կարծիքի, միգուցե ունեն մեծ ես, որը իրենց խանգարում է հասնել իրենց կյանքի նպատակներին։ Այս մի քանի բաները հուսամ յուրաքանչյուրդ կփորձեք վերանայել ձեր կյանքերում, մանավանդ 25 թիվը նոր ենք սկսել, եւ փորձեք այս տարվա մեջ այդ էրիաների վրա անպայման աշխատեք, որ ավելի մեծ բարձունքների հասնեք։ Հուսամ այսօրվա վիդեոն օգտակար կլինի շատերիդ, եթե առաջի անգամ ես դիտում ինձ, անպայման հետևիր իմ YouTube ալիքին, subscribe արա եւ եթե կարող ես տարածիր քո էջերում։ Մայիս Կարիբյան կհանդիպենք մյուս անգամ։ Ստեսին։